Նրա հիմնական կապիտալը նրա մահվանից հետո 1911-ին է վախճանվել, 4 զավակները չկարողացան նույն կերպ տնօրինել, ինչպես որ հայրը եւ պապն էին տնօրինում, եւ այնպես ստացվեց, որ այո, ճիշտ է 1914-ի դրությամբ 30 միլիոն ռուբլի էր հասել, բայց ի վերջո նրանք հատկապես լուրջ խնդրի առաջ կանգնեցին, երբ որ խորհրդային կարգեր հաստատվեցին եւ նրանց նավթահորերը փաստորեն ազգայնացման էին ենթակա, իրենք այդ ընթացքում մտածեցին, որ կարելի է բաժնետոմսերը վաճառել բրիտանա-նիդերլանդական Shell կոնցեռնին, որը գիտեք, որ աշխարհում այսօր British Petroleum-ի հետ միասին եւ Rosneft-ի ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկն է այդ ոլորտում եւ գալով գործարքի 10 տարով իրենց նավթահորի շահագործման իրավունքը տվեցին նրանց որոշակի դրա դիմաց փոխհատուցում ստանալու պայմանով, այնուամենայնիվ այս նախագիծը իրականություն չդարձավ եւ ի վերջո ստացվում է, որ այդ հսկայական կուտակված կապիտալը Բաքվում այլևս չէին կարող նրանք տնօրինել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։